Հայաստանում ամեն երկրորդ ազգի կեսից շատը վստահեցնում եմ տոկոսադրույքների տակ է վարկային ու անընդհատ քամում են, իսկ եթե հանկարծ ընկար տույժերի բաների տակ, այդ ուշացումների, վсё, ինչ ունես չունես ձեռից կտանեն։ Հələ մի հատ էլ մի քիչ է տակը փող մնա, դրա դիմաց մնացած ինչ գույք, մույք, ամեն ինչ կտանեն։ Ու այդ վիճակն է, մարդիկ ահազանգում գրում իջացրեք այդ վարկային տոկոսադրույքները, այդ գեր շահույթները, որ տանում են ֆինանսական կազմակերպությունները, սրանք, նրանք, իջացրեք։ Ամբողջ աշխարհում հələ գնացեք նայեք տոկոսադրույքները ու Հայաստանում նայեք տոկոսադրույքները։ Ուղղակի համեմատելու չի առհասարակ։ Էլ չեմ ասում ամոթալին որն է, թոշակառու մարդիկ են գրում 65-70 տարեկան, այդ մարդկանց ձեռքից թոշակից փող են տանում, 30%-ը դնում են բանի տակ, սառացնում են, տանում են այդ փողը։ Թոշակից, որը որ մարդ չգիտի 36,000 դրամը ոնց բան անի, ծախսի, չի կարա, այնքան շատ է, հա, երևի ձեր կարծիքով, չի կարողանում այդ մարդը երևի տեղ չունի ծախսելու։ Ամեն ինչ անում, մնում է դուք այդ 30%-ը որ տանեք։ Լավ ամոթ է դա, իրոք խայտարակությունը։ Մի հատ վերանայեք ձեր քաղաքականությունը, դա ուղղակի ամոթալի է, իրոք, ես չգիտեմ ինչ ասեմ, բայց իրոք տենց է։ Ժորժան Սարման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն։ Խնդրեմ գրեք մեկնաբանություններում, տեսնեն թե որքան մարդ կա Հայաստանում, որը այդ իրավիճակում է։ Տարածեք այս տեսանյութը, պայքարենք միասին, որովհետև մնում է մենակ պայքարը։ Միայն պայքարի արդյունքում կարող ենք հասնել հստակ փոփոխությունների։ Բաժանորդագրվեք իմեջին։